Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Փարիզում է մասնակցելու խաղաղության համաժողովին նվիրված միջոցառմանը։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում հայտարարեց. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձևավորված է խաղաղություն, այն ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի իրականություն է։ Փաշինյանը բարձր է գնահատել նաեւ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրում այդ հարցում։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի համար։ Կարծում եմ առաջին անգամ է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ եւ ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաև բարգավաճ տարածաշրջան։ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվել ենք բացել տարածաշրջանային կապերը հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաև մեկ այլ սկզբունք՝ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիությունը։ Փաշինյանը պարզաբանում է, թե տարածաշրջանային կապվածություն ասելիս նկատի ունի Հայաստանի եւ Ադրբեջանի համար հնարավորություն օգտվել մեկը մյուսի տարածքից ներքին, երկկողմ եւ միջազգային կապի համար։ Դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար։ Կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ Փաշինյանն ասում է, թե նկատել է, որ որոշ ուժեր փորձում են Թրամփի ուղի ծրագիրը ներկայացնել իբրև արտատարածքայնություն, բայց դրա համար ըստ նրա որևէ հիմք չկա։ Դա հրապարակված փաստաթուղթ է եւ բոլոր հնարավոր սկզբունքները այնտեղ նշված են։ Մենք աշխատում ենք իրավական հիմքեր ձևավորել հետագա իրագործման համար։ Մենք շահագրգռված ենք դրա հնարավորինս շուտ իրականացմամբ եւ ամեն օր աշխատում ենք փաստաթղթերի վրա, որպեսզի կոնկրետ բանաձևեր համաձայնեցնենք, կոնկրետ պարբերություններ, կետեր։ Երևանի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման համար որևէ էական խոչընդոտ չկա։ Դրա իրագործումն ըստ Նիկոլ Փաշինյանի ժամանակի հարց է։ Հայաստանի կառավարության ղեկավարը հայտնել է, թե Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը շատ ավելի դրական ընթացք է ապահովել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում։ Մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն եւ կլինենք նորմալ հարևաններ։ Այդ պահը կմոտենա շուտով, սակայն չեմ կարող ասել դրա իրականացման զույգ ժամկետը։ Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն են ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, սակայն այդ պայմանավորվածությունը դեռ մի սուարյուն չի ստացել։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։